Գծանշման վերաբերյալ օրինակը բերեմ, Գայի պողոտայի ասֆալտապատման աշխատանքները իրականացել են 4 ամիս առաջ։ Սենց ասած 3 ամիս առաջ Գայի պողոտայի ամբողջ փողոցը գծանշում են արել։ Հիմա ուր է այդ գծանշումը։ Չկա։ Ու մարդիկ չգիտեն հիմա որն է այս ինչ գծանշում է եղել։ Գծանշումը չկա։ Որն է գործող օրենքը էլի այդ գծանշման համար։ Հետաքրքիրը որն է, երբ որ օրինակ, երբ որ գործակարգավարական նիստերը նայում ենք, Տիգրան Ավինյանը լուրջ կեցվածք է ընդունում, փողկապն է ցիկ կապած, անոնց խելացի հայացքով է խոսում, հանձնարարականներ տալի, ասում է նոր միջի նորոգում իրականացած փողոցներում պետք է իրականացվեն թերմոպլաստի գծանշումներ, այսինքն Գայի պողոտայում նման գծանշումներ պիտի իրականացնեն, բայց չեն իրականացրել։ Ու հիմա Գայի պողոտայում գծանշումներ չկա։ Բնական է, չէ՞, նորից քաղաքն է։ Կասեն, որ այդ գումարը տրամադրել են, չգիտեմ, ինչին, այն որ ասեցին, տեսել ես չէ, որ ասեց Աչափնյակի մետրոն, որը խոստացել էին 2 տարում կարծես թե կառուցել, ավտոբուսենի փրա, տրոլեյբուս։ Ասեք ժողովուրդ Աչափնյակի մետրոպոլիտենի ծրագիրը ինքը fake ծրագիր է, ինքը կյանքի չի կարող կոչվել։ Այդտեղ շատ խնդիրներ կան եւ այլն, բայց իշխանությունը 18 թվականին, հա, իշխանության գալու ամեն տարի խոստանում են, հա, հեսա սարքում ենք, հեսա սարքում ենք, հեսա սարքում ենք։ 2024 թվականին արդեն աշխատանքները պետք է սկսեն։ 2025 թվականին ըստ զեկույցների արդեն պիտի շինարար լիներ, աշխատանքները սկսեն, հիմա էլ ասում են դե 26 թվականի, հա, ընտրություններից հետո արդեն մրցույթ կհայտարարենք։ Այսինքն ամեն անգամ նախընտրական փուլերով սենց գնում է ժողովրդին, սենց ասած, հա, PR գործիքը կուտ են տալ, էլի սենց ասեմ, նախընտրական ասֆալտը այդ համաշխարհային երևույթ է։ Բայց նախընտրական մետրոն Ես տեսել եմ ոնց են Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններից առաջ եկել փոսեր փագում։ Նյու Յորքում է փոսեր կան, բայց այս ձևի ասենք չէ, էլի, սենց բան Երևանում էլի եմ ասում վերջի անգամ երևի այն երկար այդ մութ ու ցուրտ տարիներ կոչվածի այն որ վրա կուտակվել էր բաներ, այդ ժամանակ է այդ ձև եղել ու էլի էս կարգի չէր, էլի։ Այ օրինակ դուք նկատել եք, որ հիմա Երևանի փոսերը ինչով են փագում։ Մարդիկ ինչ որ բաներ են տնգում, բան չեմ նայել ինչ են հող են ծածկում։ Ոչ թե քաղաքացիները, Երևանի քաղաքապետարանի փոսերը հողով է ծածկում։ Դե իջնելը իր տեղ ինքը ուղակի քամի անելու ու գնալու է։ Քամի փոշի հարցը, հա, այդ որ սպանում է մեզ, այս ծառահատումները մի կողմից լրիվ անաստված